Պարոն Գաբրելյան, հարց համար առաջին մեր հասարակության մեջ կա մեծ դիսկուրս եւ բազում անգամ բարձրացվել է այդ հարցը։ Կարծում եմ, որ պետք է տեղի ունենա ձեր հանձնաժողովի կողմից, այն հանձնաժողովի կողմից, որտեղ դուք կընտրվեք նախագահ, վերջի 8 տարիների ընթացքում Արցախի պաշտպանության, Հայաստանի պաշտպանության համար զոհված բոլոր մեր հայրենակիցների Արցախից եւ Հայաստանից անվանական նկարներով ներկայացումը հանրության եւ պետական միջոցառում ոգեկոչման, որպեսզի մեր հասարակությունը բավարարված զգա իրեն այս հարցով։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Ճիշտն ասած, այդ հարցադրումը, որը վերաբերվում է նրան, որ անվանական ցուցակը հրապարակելու վերաբերյալ, իմ համար մի քիչ այստենց իրան երբեք չեմ էլ ընկալել, որովհետև ես որքանով որ գիտեմ, մեր գործընկերն էլ այդտեղ ժամանակին, չգիտեմ, ճիշտ ասել աշխատել է պարոն Մանուկյանը, թե ոչ, չի կարող այդ ցուցակը անվանական հրապարակված չլինել, որովհետև փաստացի համապատասխան հիմնադրամը բանի շրջանակում գումարներ է տրամադրվում գործառույթի շրջանակում եւ անդադ այդ հարցի իմ համար անհասկանալի է եղել, թե ինչու են գալի ասում, երբ ցուցակը հրապարակված չի կարող, որտեղ գումար է տրամադրվում։ Ինչ վերաբերվում է ձեր մատնանշած միջոցառմանը, ես ինքս որպես այդպիսի նմանատիպ միջոցառմանը դեմ չեմ, ասեմ ավելին, քանի որ շփվել եմ նաև անհայտ կորածների եւ զոհվածների ծնողների հետ, այս ընթացքում մի քանի անգամ դա քննարկվել է, ես այդ թվում նաև փորձել եմ հանդիսանալ որոշակի առումով կոմունիկացիա անող մարդ, համապատասխան պետական կառույցների եւ զոհվածների ընտանիքների միջև, եւ ես կարծում եմ դա քննարկելի է եւ դա որևիցե բանին վնաս չէ, որ նմանատիպ մի միջոցառում անենք, որը որ իհարկե պետքա տեղի ունենա պետության հովանու ներքո։ Արձագանք։ Խնդիրը նաև Արցախի մեր հայրենակիցների ընդգրկումն է եւ նաև ընդհանուր զոհերի թիվը, հայկական ընդհանուր կորուստների եւ մարդկանց անվանական նշումը։ Եվ մի հարց էլ, եթե ժամանակ ունենք, ինչպես եք տեսնում գործիքակազմը ռազմարտունաբերության զարգացման, ինչ գործիքակազմ պետք է տրվի այն ընկերություններին, որոնք պատրաստ են ներդրում անել Հայաստանում ռազմարտունաբերության ոլորտում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան։ Ինչ վերաբերվում է գործիքակազմին եւ ռազմարտունաբերությանը, մենք այս վերջերս թիմակիցների հետ մի քիչ բանավեճ ենք ունեցել, թե ռազմարտունաբերությունը այնուամենայնիվ ով ոնց է դիտարկում, էլի, որովհետև մեր հանրության մեջ, օրինակ, մեծամասնությունը կարծում է, որ ռազմարտունաբերությունը այնուամենայնիվ վերաբերվում է հիմնականում պաշտպանության ոլորտին, բայց օրինակ ես չեմ կարծում, որ դա բացառապես պաշտպանական ոլորտի պրերոգատիվան է, դա տնտեսությունն է, դրա խորքում ավելի շատ դա գիտություն է նախ եւ առաջ, այդ թվում նաեւ նորարարական գիտություն է։ Եթե դուք ինձ կոնկրետ հարցնեք գործիքակազմի, ես հիմա չեմ հասցնելու ձեզ ասեմ, եւ դա իրականում սխալ է լինի, եթե օրինակ ես հստակ պատկերացում ունենամ, բայց դուք ձեր ելույթում նաեւ խոսեցիք այդ big push, ասեցիք բիզնեսի շրջանակում, ես կարծում եմ այնուամենայնիվ այդ ինձ համար օրինակ հիմնական խնդիրը, որը որ ես տեսնում եմ պետություն եւ մասնավոր փոխգործակցության մեջտեղում, բավականին մեծ բյուրոկրատական այդ շղթան է եւ կարծում եմ այդ շղթան պետքա ավարտում եմ, պետք է կրճատել, բայց իհարկե նպատակահարմարությունից ելնելով հաշվի առնելով պետական շահերը։